Ինչի համար եք այստեղ սատարում եք քաղաքացիական պայմանագրին։ Այո, իհարկե սատարում եմ։ Ինչի համար հատկապես որ ծրագրերն են ձեզ այսպես։ Քաղաքացիական պայմանագիրը տանում են ծրագրերը, որը ժողովրդին օգտակար է։ Հատկապես որ Ես ինքս Ղարաբաղցի եմ եւ 18 թվից էլ ես միշտ եղել եմ սատարող քաղաքացիական պայմանագրին։ Մինչև հիմա էլ կողմ եմ այդ կուսակցությանը։ Հիմա նույն նախկին ղեկավարներ օրինակ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է Արցախի վերադարձ, արցախցիների վերադարձ։ Ռոբերտ Քոչարյանը սուտ է խոսում։ 30 տարի իրան ձեռն ա եղել։ Քիչ են արել։ Սուտ են խոսում։ Իսկ Ռուսաստանին վստահում եք որպես երաշխավոր։ Ոչ իհարկե, Ռուսաստանին էլ չեմ վստահում ես ինքս։ Իսկ Սամվել Կարապետյանը որ խոստանում է գալ, երաշխավորներ բերել, Ռուսաստանի միջոցով էլի արցախցիներին է խոստանում վերադարձ։ Արցախցիներին ռուսի բանակը Արցախում էր։ Ինչ եք տեսել ռուսի բանակից։ Հենց ինքն էլ կազմակերպել է տեղահանել։ Դա իմ աչքովս տեսածն եմ ասում։ Իսկ խաղաղության գործընթացին հավատում եք, ուզում եք։ Այո, իհարկե։ Լրիվ մարդիկ են համաձայն։ Ով չի համաձայն։ Հիմա մարդ չկա, որ իրան երեխուն ուղարկի կռի։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այնուամենայնիվ հարաբերությունների կարգավորում։ Իմ կարծիքով պիտի բացվեն ճանապարհներ, որ երկիրը զարգանա, իմ կարծիքով դա պիտի։ Իսկ Ռուսաստանից հնչող վերջին օրերին այդ սպառնալիքները գազի գին, լաց։ Դե պարզ է դա Ռուսաստանը միշտ էլ այդպես է եղել, հայ ազգին միշտ էլ վատ է վերաբերվել։ Այսինքն դուք ձեր հույսերը կապում եք այս ուժի հետ։ Այո, իհարկե։ Այո, որովհետև իրենք շատ են օգնել մեզ։ Ես Արցախից վերջի ժամանակաշրջանում եմ դուրս եկել ու եկել եմ այստեղ, հիմա աշխատում եմ, տուն եմ ստացել, աջակցություն Հայաստանի ղեկավարությանը։ Տուն եք վերցրել արդեն։ Այո, նոր գեղի ես տուն եմ արդեն վերցրել։